Սիրելի հետևորդներ ջան, գտնվում ենք Արևածագի ձորում, եկել ենք նմանատիպ մեքենաներով, ուրիշ ձևով անհնար է գալը կամ այսպես բարձր մեքենաներով են գալիս, որովհետև ճանապարհը շատ էքստրիմով լի է, օրվա վլոգում կտեսնեք, ես ես որոշեցի նկարահանեմ կարճ տեսահոլովակի տեսքով, եկել ենք Եվայս ու Լիլիթիս հետ, շնորհակալություն իմ ընկերուհուն, իմ ընկերուհու աղբոր բալիկին, եկել ենք հավեսով, այսպիսի հետաքրքիր տեսարան է ինքը, սարերի ու ձորերի մեջ ներառված, Ալեքսս էլ է մեր հետ, ինչպես միշտ, սիրելիներ ջան, ու գետը ձորագետն է, որ հոսում գնում հասնում է դեպի Դեպետ գետը։ Տեսեք ինչ չքնաղ, ինչ հիասքանչ, ինչ յուրահատուկ տեսարան։ Տեսնում ենք այս երկու բարձր ժայռերի նման հետաքրքիր քանդակները, հա, ես չեմ ամաչի նման ձևով արտահայտվել, բնության ձեռքի գործը, կա նմանատիպ լեգենդ, որ վարորդն ասեց իբր այս բարձրը եղել է Աշոտ Երկաթի հանգստյան գոտին, հա, այսպես ասա, ամրոցը, հա, այն մյուսը եղել է իր ընկերուհու ամրոցը եւ իրանց տարածքը բաժանել է այս անդունդը։ Ինչքան հետաքրքիր ու ինչքան հաճելի է, բնությունը լավ, ընտիր, օդը մաքուր, սարերը կանաչ, տեղանքը լավը, ճանապարհը էքստրիմ, խորտ կտամ, ինչու՞ չէ նաև կհորդորեմ, եկեք, վայելեք մեր չնաշխարհիկ լոռին, ես ինքս ապրելով Ստեփանավանում, իմ առաջի այցն է, հուսամ վերջինը չի, բայց որ առաջինն է ի շնորհիվ իմ գեղեցկուհի Լիլիթի, այդ արդեն իսկ ակնհայտ է, այնպես որ եկեք վայելենք բառիս ուղիղ իմաստով։